Օրինակ, գործողությունների շրջանակներում նախատեսվում է վարպետ ծրագիրը, որի շրջանակներում կենսաթոշակային տարիքի մարդիկ եթե ցանկանում են մնալ աշխատաշուկայում, նրանց համար ստեղծվում են ավելի լավ պայմաններ, որպեսզի նրանք կարողանան իրենց փորձը եւ գիտելիքը փոխանցել երիտասարդ սերունդին, եւ դրա համար նաեւ գործատուները կունենան ինչ-որ դրական փոփոխություններ, այսինքն եկամտահարկի վերադարձ ինչ-որ տոկոսի չափով, այդ մարդկանց եկամտահարկի տոկոսը կնվազեցվի, միևնույն ժամանակ նրանք էլի կշարունակեն մնալ աշխատաշուկայում եւ ավելացված արժեք գեներացնել։ Բայց այս ամենը չմոռանալով մենք նաեւ պետք է խոսենք այն մարդկանց մասին, ովքեր ունեն հավելյալ կարիքներ, մյուս բլոկը գործողությունների ծրագրի խոսում այն մասին, թե ինչքան կարեւոր է շարունակաբար ուսումնասիրել գերիատրիայի ոլորտում առկա խնդիրները, պալիատիվ խնամքի խնդիրները, օգնելով հասարակության ավագ սերնդի ներկայացուցիչներին մնալ ակտիվ, միևնույն ժամանակ փորձել ապահովել ավելի խոցելի առողջական խնդիրներ ունեցող մարդկանց կարիքները, եւ այդ համապարփակ մոտեցումն է, որը ստից տալիս է ռազմավարության բանալին, որը կարող է լուծել ինչ-որ խնդիրներ ժողովրդագրական, որ մենք այս պահին ունենք։ Վարպետի ինստիտուտի ներդրումը իսկապես հեղափոխական ու հետաքրքիր մի նոր արարություն է, ինչու որովհետև շատ դեպքերում մարդկանց, երբ որ գործունակ մարդկանց կամ աշխատելու ցանկություն ունեցող, գուցե պակաս ավյունով, բայց ցանկություն ունեցող մարդուն, երբ որ ազատում են տարիքի հիման վրա կամ որովհետև նույն խնդիրը չի կարող լուծել նույն ինտենսիվությամբ, դա կարծես մարդուն ուղարկեն մահվան։ Իսկապես այդպես է լինում, շատ մարդիկ են ասել, թե չաշխատեմ կմահանամ, իսկ վարպետի ինստիտուտի ներդրումով կունենա կարգավիճակ, վարպետը եւ բոլոր մյուսները կսովորեն, կդիմեն խորհրդի եւ հրաշալի մի բան է, էլի մտածված։ Այո, եւ մենք այլ տարբերակ կարելի ասել չունենք, որովհետեւ եթե մենք թվերով ենք նայում, ամբողջ աշխարհում մի ահռելի խնդիր է դառնում ծերացումը։ Եթե ինչքան հիշում 2012 թվականին դեռ ամեն վայրկյան 2 հոգի նշում էր իր 60-ամյակը։ Հետևաբար Հայաստանում էլ այդպիսի խնդիրներ, եթե մենք փորձենք այդպես տարանջատել, բավականին մեծ են ստացվում թվերը, եւ եթե մենք այս պահին այս գործողությունները չանենք 2050 թվականին, երբ շատ ավելի շատ կլինի դարեցների քանակը, քան երիտասարդների, որովհետև էլի կան աշխարհի կանխատեսում, որ 2050 թվականին 60-ից բարձր տարիքային խմբի ներկայացուցիչները ավելի շատ կլինեն, բազմաքանակ կլինեն, քան 15 տարեկանից ցածրները։ 2020 թվականին օրինակ 60 տարեկանից բարձրները ավելի շատ են, քան մինչև 5 տարեկան երեխաները։ Հիմա տեսեք մինչև 50 թվական ինչքան է աճում այդ թվերը, ուստի պետք է ամեն ինչ անել հիմա, որպեսզի կարողանանք նաև մեր համար ապահովել այն միջավայրը, որտեղ մենք ուզում ենք ապրել, եւ դա բոլորին օգուտ կբերի։ Այս ծրագրերը հենց մեզ համար են, հենց մեր տարիքի մարդկանց, արդեն 2040-ին մեր ապահով ծերության համար են, անդրադառնանք մահացության պատճառներին մեր երկրում, որոնք են մահացության պատճառները ավագ սերնդի մոտ եւ արդյոք հնարավոր է ինչ-որ կերպ կանխարգելել նաև այդ հիվանդությունները։ Հիմնականում սիրտանոթային հիվանդությունների մասին ենք խոսում, ինչպես նաև այնտեղ կան քաղցկեղ եւ այլն տարատեսակ հիվանդություններ, քրոնիկ հիվանդություններ, բայց միևնույն ժամանակ կան հիվանդություններ, որոնք կանխարգելելի են եւ կարելի է ինչ-որ քայլեր ձեռնարկել, որ դրանց նվազեցնել դրանց տեմպերը աճի եւ այդ առումով էլ ռազմավարությունը անելիք ունի։ Օրինակ, ամբողջական առողջապահական փաթեթներից օգտվող տարեցների թիվը ինչքան ավելանա, ինչքանով որ նրանք ավելի շատ կօգտվեն այդ ծառայություններից, ավելի կանխարգելելի կլինեն այն հիվանդությունները, որոնք որ ավելի երիտասարդ տարիքում են կյանքեր խլում, եւ միևնույն ժամանակ այնտեղ էլ են հաշվի առած ինչ որ հետաքրքիր նորություններ, օրինակ եթե ամբողջական առողջապահական այդ ծառայությունները անցնում է ավագ սերնդի ներկայացուցիչը, նա 5%-ով կարող է ավելի շատ կենսաթոշակ ստանալ, օրինակ գործողությունների ծրագրով այդպիսի մի նրբություններ է նախատեսված, որ փորձեն քաջալերել մարդկանց, խրախուսել, որպեսզի գնան տարեկան կամ ամսական ինչպես կոնի ստուգումներին, որպեսզի որոշ հիվանդություններ նախապես իմանան թեկուզ նորագույացությունների հետ կապված եւ դրանք բոլորը այսօր արդեն բուժել են, ել չասենք կարող են նաեւ կանխարգելել։ Այո, եւ դրա համար շատ մեծ քարոզարշավ է իրականում անհրաժեշտ վարքագծային փոփոխություն, որովհետեւ երիտասարդների մոտ էլ կա այդ խնդիրը, տարեցների մոտ էլ կա այդ խնդիրը, շատ դժվար են մարդիկ գնում բժշկի, առողջապահական ծառայություններից օգտվում, ինչքանով էլ լավանում են մեր ծառայությունները, միևնույն ժամանակ պետք է փորձենք շարունակական քարոզարշավ անել, որպեսզի դանակը ոսկորին չհասնի եւ մարդիկ միջև այդ գնան այդ տարեկան ամսական ստուգումներին եւ կարողանանք ավելի քիչ մահեր ունենալ։ Դրա մասին էլ հենց մի ամբողջական բլոկ ունենք էլի ռազմավարության մեջ, առանձին թեմա ակտիվ ծերությունից զատ կանխարգելելի մահերի նվազեցումով պայմանավորված։ Հետաքրքիր է, որ մարդիկ ասում են, որ միջոցներն են ու ժամանակն են, բայց մեր հյուրերը այստեղ ասել են, հատկապես բժիշկները ասում են, կյանքից կարևոր ինչ կա, այսինքն միջոցներ
ծիծաղելի է, թե միջոցը կարող ես խնայել կամ չգտնել դրա համար, որովհետև կարևորը էլ չասենք, որ ժամանակը ականջի հետև գցելը, որովհետև ի վերջո դա բերելու է հիվանդության։ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ընդհանուր առմամբ տարիցների ոլորտում ինչ ուղղություններով է աշխատում եւ ձեր ուղղություններից քանի ուղղությունից մեկն է ավագ սերնդի ուղղված ծրագրերը։ Մենք ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը ունի 4 հիմնական ուղղվածություն, աշխատում ենք տարբեր բլոկերով՝ սեռական եւ երաժշտական առողջություն, երիտասարդներին ուղղված ծրագրեր, գենդերային ծրագրեր եւ բնակչություն եւ զարգացում բլոկը, որտեղ արդեն ներառված են նաեւ ակտիվ առողջ ծերացման հիմունքներով պայմանավորված ծրագրերը։ Շարունակում ենք աշխատել պետության հետ ժողովրդական ռազմավարության ընդունումից հետո էլ, որպեսզի կարողանանք կյանքի կոչել այդ ռազմավարության գործողությունների պլանը, հիմնականում շահերի պաշտպանություն, քաղաքականությունների մշակում, նաև բնակչության հիմնադրամը անդամ է հիմնական կառույցներին ցանցերին, որոնք կան Հայաստանում, դա տարեցների պաշտպանության ցանցն է ստեղծված ՀԿ-ների կողմից եւ, ինչպես նշեցի, տարեցների պաշտպանության միջգերատեսչական կոմիտեն, որը ղեկավարում է նախարարություն աշխատանքի եւ սոցիալական հարցերի։ Ունենք նաև քարոզարշավին եւ այդ վարքագծային փոփոխություններին իրազեկման ուղղված ծրագիր։ Այստեղ որ մենք հատմանկետն է, երբ որ մենք պլյուս-մինուս 100 ծրագրի շրջանակում մարզերից ամեն մարզից նպատակ ունենք մի տարեց մարդու, մի իմաստուն մարդու կենսափորձը փոխանցել, ակտիվ կյանքի, առողջ մտքի, միշտ կարևորը չէ որ առողջ չէ միտքը, խրատները ու մենք արդեն ունենք քանի հաղորդում մարդկանց արձագանքներն էլ ցույց են տալիս թե ինչքան սիրված են այս հաղորդումները, ինչքան իմաստուն են մեր պապիկներն ու տատիկները։ Այո, շատ ուրախ ենք այդ համագործակցության առիթով եւ խորհուրդ կտամ բոլորին, ովքեր չեն դիտել դեռ տեսանյութերը, անպայման նայեն, որովհետեւ անձամբ ինձ համար շատ իմաստուն, շատ հետաքրքիր նորություններ եմ իմանում են մարդկանցից, ովքեր համարյա մեկ դար ապրում են այս աշխարհում ու այնքան փորձ ու գիտելիք են կուտակել իրենց մեջ, որ իրենց լսելը պարզապես հաճույք է եւ շնորհակալ ենք այդ նախաձեռնության համար։ Ես եմ շնորհակալ աջակցության այս հնարավորության, որ կազմակերպությունները շատ են մեր երկրում, որ զբաղվում են, որ քարոզում են, մնում է մշակույթի փոփոխությունը, որը ամենաժամանակատարն է, դժվարն է, բայց ես տեսնում եմ փոփոխությունը, մարդիկ հակված են ինչպես ենք ասում եվրոպացի տատիկ պապիկների պես վայելելու կյանքը։ Մենք էլ պետք է օգնենք իրենց, որ հասնեն դրան, անգամ շարունակելով վերապատրաստումները, որովհետև շատ հաճախ մեր մտքում, երբ որ մենք ասում ենք ավագ սերնդի ներկայացուցիչ, չենք պատկերացնում այդ սովորելը, բայց lifelong learning հասկացություն գոյություն ունի, ինչը նշանակում է, որ ամեն տարիք ունի սովորելու բան, եւ շատ ավագ սերնդի ներկայացուցիչներ կան, ովքեր հակված են այդ սովորելուն, ուզում են նոր գիտելիք, եւ անգամ այս պահին անխուսափելի է դա, որովհետև թվային տեխնոլոգիաներն այնքան արագ են զարգանում, նույն տրանսպորտից օգտվելը պահանջում է ինչ-որ հմտություններ, չէ, թվային գիտելիքներ եւ այդ առումով էլ շատ անելիք ունենք։ Մի անգամ լսեցի ինչ-որտեղ որ խոսում են այդպիսի վերապատրաստումների մասին եւ մեկն ասաց 80 տարեկան ուր ունի գնալու, որ մի հատ էլ սովորի, պետք է փոխենք մեր այդ մտածելակերպը, պետք է փոխենք այդ կարծրատիպերը, որովհետեւ ամեն տարիք ինչ-որտեղ ունի գնալու, մենք պետք է պարզապես իր համար այն համապատասխան միջավայրը ստեղծենք, որ նա իրեն կաշկանդված չզգա եւ կարողանա ապրել այդ ակտիվ ու լիարժեք կյանքով։ Իսկապես այդպես է, մեր գրեթե բոլոր հյուրերը հաստատում են, որ եթե հետաքրքրասեր չես, եթե սովորելու ցանկություն չունես, այդ դեպքում արդեն ծերացար, այդ պահից արդեն ծերես, մենք էլ ենք ուրախացում կրթությունը, զարգացումը, նոր բաներ սովորելը, վարակվելը, ուրախ ու առողջ ծերությունը։